նշել է, որ հաստատվում են դրանք 20 քրեական վարույթներով, շուրջ 2 տասնյակ եւ ավել, եւ նաեւ արևային էներգիայից օգտվողների մոտ են խնդիրներ եւ այլն, բոլորի մեղքը, այսպես ասած, մեղավորը հեծնել դուք եք եւ Սամվել Կարապետյանը։ Ու ներդրումների հետ կապված մի կողմից հանրային ծառայությունների կարգավորող հանձնաժողովը փաստացի մերժում է ձեր ներդրումների առաջարկը, չհամարելով դա այս պահին անհրաժեշտ, մյուս ձեռքով ձեզ փաստացի իշխանությունները մեղադրում են ներդրումներ չանելու մեջ։ Որտեղ է ճշմարտությունը եւ ինչու եթե հանրային ծառայությունների կարգավորող հանձնաժողովը այսքան ժամանակ աշխատել է ձեզ հետ համագործակցել է, չի նկատել խնդիրներ, հիմա փաստորեն Փաշինյանը ուրիշ աչքով նկատում այդ խնդիրները։ Ներսոպյանը մեղավոր չէ։ Սկսենք առաջին հարցից, չեմ պատկերացնում, թե ինչպես կարող էր Սամվել Կարապետյանի կառավարման ներքո գտնվող հեծը իրենց կառավարման հեծը այն ժամանակ այսօր իրենց կառավարման տակ գտնվող հեծի միջոցով վատաբանել կամ, չգիտեմ, այնպես իրավիճակ ստեղծել, որ իշխանություններին վնաս լինի։ Նախ առաջինը բոլոր շատ լավ հասկանում ենք, որ գոնե Սամվել Կարապետյանի կառավարման ներքո եղած հեծի ժամանակ ոչ ոք իշխանություններին չէր մեղադրում։ Բոլորին պարզ է, չէ՞ որ սեփականատերը կար ու իշխանություններն թող չստեն, իրենք այն ժամանակ հեծին բացարձակապես չեն պաշտպանել, հակառակը։ Կարող եմ ունենալ հիմնավոր կասկածներ, որ տակից, այսպես ասած, իրենք էլ են գեներացրել այդ բողոքները։ Դա առաջինը մարազմա ուղղակի դրան անդրադառնալը, երկրորդը, եթե թվերով խոսենք, ժամանակավոր կառավարիչը թվեր էր գրել, չգիտեմ, Facebook-յան էջով էր գրել, թե հեծով էր գրել, որովհետև հիշում եք մի արտահայտություն կար, դե ին Facebook-յան էջը քաղաքական է, ես քաղաքական գործում, այսինքն մի հավատացեք ին Facebook-յան էջին, բայց ամեն դեպքում թվեր էր նշել, չգիտեմ որտեղից է վերցրել, ես հիմա ձեզ կասեմ 24-25 թվականի այդ թվերը, որը ՀՑԿ-ի կայքում պահպանված է, ուրեմն դեկտեմբերի 31-ին 15 վթար 6750 բաժանորդ, հոսանքազրկված 12:00-ի դրությամբ 261 բաժանորդ։ 2025-26-ը դեռևս չեն տվել իրենք հաշվետվությունը որպես այդպեսին, խիստ կասկածում եմ, որ օբյեկտիվ են տալու, բայց ունենք մենք մեր արդեն այսպես ձեռք բերված թվերը 25-26 թվականի դեկտեմբերի բաժանորդ 31-ին դեկտեմբերի, իսկ 25-26-ին 117,021, 31-ին, չեմ կարող ասել, այդ հարցեր իրեն, ես ձեզ 24-25-ի թիվը գոնե ասում եմ ՀՑԿ-ի կայքում մեզ կողմից տրված հաշվետվությունը։ Ընտանիքից սրա մեկնաբանությունը հերքում են անգամ իրենք։ Այսօր կառավարիչը փորձեց սրբագրել իր
Գիտեք, ես առաջի ձեզ այդ շփումը ունեցել եմ հունիսի վերջ։ Առաջի շփմանից խոսք է արդեն խոսք։ Կարգավորող հանձնաժողովի այդ լիցենզիայի զրկման ֆարսի ժամանակ իրենք բերել էին վարույթով մեր ժամանակվա արած բացահայտումները, ապրիլ-մայիս ամիսների արած բացահայտումները։ Այսինքն քրեական վարույթների հետ կապված թող դատախազությանը դիմեք, թող իրենք ասեն ինչ վիճակ է։ Ամեն դեպքում տեսեք, համակարգը կառուցված է հետևյալ կերպ։ Մեր կողմից դրված ասկոյ համակարգը, որի մասին այդքան խոսվում է, ուղղակի թույլ չի տալիս այդ հաշվիչները, այնպիսի հաշվիչները, որոնք թույլ չեն տալիս այսպես հավելագրում անել եւ անցնցում անցնել առաջ։ Հաշվի առնելով, որ այդ հաշվիչները նախ մեծ մասի դեպքում մարդկային գործոնն է բացառում, որովհետեւ ինքը թվերը քաշում է ավտոմատ, եւ երկրորդը վերջին հաշվով, եթե անգամ հավելագրում արվել է բազայում, այդ հաշվիչը կամ պետք է հանվի, կամ պետք է կորի, կամ պետք է գնա լաբորատորիա, որի միջոցով պետական է, եւ այնտեղ ֆիքսվի։ Այսինքն ինչ որ ճանապարհով չֆիքսվի այդ խնդիրը։ Այլ ճանապարհ այդ թիվը կորելու չկա։ Բազայի մեջ կա թիվ, որը տեսուչն է մուտքագրել, հաշվիչի վրա կա իրական թիվը։ Որն է այդտեղ խնդիրը։ Այսինքն մերկապարանոց հայտարարություններ անելը, չգիտեմ, եւ ամենակարևորը հայտարարվում է, որ ունենք այսպես ձեռքից տակ ունեմ այսպիսի փաստեր։ Նախ կասկածում եմ, որ ձեռքի տակ ունեցող փաստերը բոլոր արդեն իրավապահ մարմինների տիրույթում չեն, համոզված եմ, որ արդեն ուղարկել է, եւ երկրորդը կրկնվեմ եւս մեկ անգամ, իմ կարծիքով իրավապահ մարմիններում էլ այնպիսի գոնե այս առումով մարդիկ են, որ ըստ երևույթին ասել են, որ այստեղ չկա այդ ինչ նպատակի, որ դուք ուզում եք հասնեք, չկա։ Իսկ նպատակը հասնել վերև։ Այսինքն հասնել մեզնով պարոն Կարապետյանին, որը ծիծաղելի է ուղղակի։ Չկա։ Գոնե այդ ոլորտը ես եմ սպասարկել տարիներ շարունակ, որ ես ձեզ ամենայն պատասխանությամբ ասում եմ, համակարգվածություն գոյություն չի ունեցել։ Իսկ որպեսզի հասնեն վերև, պետք է լինի համակարգված կոռուպցիա։ Հիմա մոտարապես նույն դեպքն է, որ ասենք, չգիտեմ, ինչ որ մի պետական մարմնի մի աշխատակից խախտում անի, պետք նախագահին ասեն, օրինակ, շեշտեցի անունը արդեն, օրինակ, պետք համակարգում։ Դու հանցագործես, դու պետք է գնաս եւ այլն եւ այլն։ Հաջորդը կապված ներդրումների հետ։ Հիմա ձեզ ասեմ, որ արդեն տեղյակ եք ըստ երևույթին, որ այս վերջի Վարդաշեն ենթակայանի հրդեհների ժամանակ ունեին շատ մեծ խնդիր, որովհետև այդ բջիջներ կոչվածը, դրանք սարքավորումներ են էլեկտրոտեխնիկական, ուղղակի չունեին իրենց ապիկար կառավարման արդյունքում։ Իսկ դա ինչ է նշանակում, այն որ ասում են պայմանագրերը խզել ենք Տաշիրի հետ փոխկապակցված, ոչ մեկ չի ասում, որ միլիոնավոր դոլարներ են ներդրվել այդ գործարանները սեփական արտադրություն, այսպես ասած, ունենալու համար, իսկ յուրաքանչյուր նորմալ պետությունում խթանվում է սեփական արտադրությունը։ Ընդհուպ մենք արդեն արտահանում էինք սկսել։ Հարևան եւ ոչ միայն բջիջների, տրանսֆորմատորների, ենթակայանների, մալուխների եւ այլ, մեր գործարանները ինչ որ արտադրում են։ Եվ այդ դրա արդյունքում միակ տարբերակը նորից Տաշիր ընկերությունների խմբից ձեռք բերելն է այդ 23 բջիջը։ Խնդրել են ձեզ որտա։ Մեզ չէ, պարոն Կարապետյան, խնդրել են բնականաբար, պարոն Կարապետյանը փաստաբանի միջոցով այնտեղից ասել է տվեք։ Հաշվի առնելով միայն եւ միայն, որ մեր ժողովուրդը
շատ երկար օրեր մնալու էր առանց հոսանք։ Համոզված եղեք, դա պետք է ներկրվեր դրսից, իսկ արդեն պատկերացրեք լարս, մյուս խնդիրները։ Նախ դուք մեջբերում եք անում համապատասխան Civic-ից, չէ, ես դա լսել եմ համապատասխան չթիրախավոր ենք որից մեկին կամ լրատվամիջոց, բայց ամեն դեպքում ես դա լսել եմ կառավարչից, բայց որևէ փաստական հանգամանք որպես այդպեսին չի մեջբերվել։ Գիտեք, յուրաքանչյուր ապրանք, որից օգտվում ենք մենք բոլորս եւ ամեն օր, եւ չգիտեմ, տնտեսությունն է օգտվում, մյուս, կա թանկը եւ էժանը։ Շատ դեպքերում հին ասացվածք էլ կա, չէ՞, թանկից էժանը չկա։ Այսինքն